Լևոն Քոչարյանն ու Տիգրան Պարսիլյանը երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններն ու ամեն ճանել քաղաքացիական համերաշխության համամարտկային արժեքների պահպանման համար, ապա ստանձնեցին ազգային ժողովի падգամավորի լիազորությունները, մեկնարկեց հերթական քառօրյան։ Կառավարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվեց Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենալու պահանջը երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Գործող օրենսդրությամբ Հայաստանում աշխատելու համար այդ փաստաթուղթը պարտադիր պայման է։ Ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, ինչը տրվում է 5 տարվա ընթացքում իրենց կողմից մասնակցած տարբեր դասընթացների, կոնֆերանսների եւ այլ միջոցառումների ժամանակ կրեդիտների հավաքագրման արդյունքում։ Բռնի տեղահանված բուժաշխատողները գործող մեր օրենսդրության համաձայն չունեն այս ՇՄԶ հավաստագիրը, դա որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում նման կարգավորման բացակայությամբ։ Նանուշյանը տեղեկացրեց, որ այս պայդրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 բուժաշխատող արդեն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետն էլ հայտնեց, արցախցիներին տրվել է ճամփորդական անձնագրեր, ինչը հնարավորություն կտա իրացնել ազատ տեղաշարժի իրենց իրավունքը։ Ղազարյանը խոսեց նաեւ Միեդում Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործի մասին, որտեղ ուղղակիորեն մեջբերվում է 1999 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի եւ Արցախի միջև համաձայնագիրը։ Նշվում է, որ Հայաստանը տրամադրում է իր անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում։ Ազգային ժողովին ներկայացված մեկ այլ նախագծով առաջարկվեց հնարավորություն տալ ներքին գործերի նախարարությանը մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը տրամադրել հին նմուշի անձնագրեր։ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որոշել են ավելի լայն բարեփոխումների գնալ ու քաղաքացիներին ավելի մեծ ծավալի թվային ծառայություններ մատուցել, ինչը հավելյալ ժամանակ է պահանջում։ Ամեն երկրորդ երկրում անձնագիրը վերցնում են, գնում են այդ բանը բացում են, մի հատ նայում են, հասկանում են, ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես, 2024 թիվն է գալիս, իսկ մենք հələ այտենց բանում ենք, այս առաջնային պետքա դրանով զբաղվենք։ Մենք արդեն տարուց ավել է, եթե չեմ սխալվում, չենք տրամադրում քաղաքացիներին ID-ներ, ես ենթադրում եմ, որ հիմա էլ երբ որ նորից սա ընդունենք, առնվազն տարի ու կես, գուցե 2 տարի էլի կշարունակենք չտալ, արդյոք այս ժամկետը ճիշտ եմ ես ասում, ինչքան ժամանակ հետո սա ընդունելուց, այնուամենայնիվ մեր քաղաքացիները կստանան անձնագիր բիոմետրիկ ու ID քարտ։ Ժամկետներ, մոտավոր ժամկետներ չի ցանկանա նշել, որովհետև յուրաքանչյուր փուլը կարող է որոշակի տեխնիկական եւ այլ խնդիրներ ունենալ։ Երկար քննարկումից հետո նախագիծն արժանացավ դրական եզրակացության։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։